Ավելի շատ հաճախորդներ, ավելի ակտիվ թվային ծառայություններ եւ աճող ֆինանսական ցուցանիշներ։ Այսպիսի արդյունքներով է Ամերիաբանկն ամփոփում տարվա առաջին կիսամյակը։ Բանկի հաճախորդների թիվն արդեն հատել է 900,000-ի շեմը։ Ամերիաբանկում մտադիր են մինչև տարեվերջ այդ թիվը հասնել 1 միլիոնի։ Հաճախորդների բազայի ընդլայնումը ուղեկցվում է նաև ակտիվության աճով եւ մասնավորապես թվային տիրույթներում հաճախորդների ակտիվության աճով։ Եվ եթե մենք նայում ենք թվային տիրույթներում մեր ամսական ակտիվ հաճախորդների քանակի տեմպը, ապա վերջին 5 տարվա ընթացքում տարեկան միջին աճի տեմպը կազմել է մոտ 55%։ Այսինքն, եթե մենք համեմատում ենք թվային տիրույթում ակտիվությունը եւ հաճախորդների բազայի աճը, ակտիվությունը մոտ 2 անգամ ավելի առաջանցիկ տեմպով է աճում։ Հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 միլիարդ դրամը։ Ընդ որում հատկանշական է, որ բազայի մեջ այդ ներգրաված միջոցների ավելի արագ տեմպով աճում են ՑՊահանջ ավանդները եւ դրամային ավանդները։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպը վճռական նշանակություն ունի, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար։ Ընդ որում նման միտումը ակնհայտ ցույց է տալիս տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, որը նույնպես դրական միտում է, քանի որ տնտեսությունից եւ մեր հաճախորդները ըստ էության ավելի ու ավելի քիչ արտարժութային ռիսկեր են կրում։ Աճել է նաև մանրածախ վարկային պորտֆելը։ Տարեսկզբից այն ավելացել է 10%-ով հունիսի 30-ի դրությամբ գերազանցելով 800 միլիարդ դրամը։ Հատկանշական է նշել, որ դա հիմնականում տեղի ունեմ հիպոթեկային վարկերի հաշվին եւ առաջին անգամ մեր հիպոթեկային վարկերի պորտֆելը գերազանցել է 400 միլիարդի շեմը։ Արման Բարսեղյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև թվայնացման եւ անկախիկ տնտեսության անցման միտումներին, ընդգծելով էական առաջընթաց կա։ Քարտերի քանակի գծով վերջին 5 տարվա ընթացքում աճի միջին տեմպը կազմել է մոտ 37%։ Այսինքն ակնհայտ է, որ Հայաստանում կանխիկ վճարումները արագ տեմպով փոխարինվում են անկանխիկ վճարումներով եւ դա է վկայում նաեւ գործառնությունների քանակը եւ ծավալը եւ դրա դինամիկան, որոնք նույնպես արագ տեմպերով աճում են։ Եթե նայում ենք բանկի գործարքների կառուցվածքը, ապա մենք մասնաճյուղային ցանցում այժմ իրականացնում ենք մեր գործարքների ընդամենը 1%-ը։ Այսինքն բանկի գործարքների ընդհանուր 99%-ը իրականացվում է մասնաճյուղից դուրս թվային հարթակներով կամ ինքնասպասարկման մեքենաներով։ Բանախոսը ներկայացրեց նաև My Ameria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև My Home, My Car, My Invest, My Business հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման եւ արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները։ Բարսեղյանի խոսքով Ամերիաբանկը փոխում է բիզնեսի տրամաբանությունը։ Բանկի հիմնական նպատակը ամբողջ ընտանիքի կարիքների բավարարումն է։ Վերջերս Ամերիաբանկը թողարկել է My Ameria Star հավելվածը, որը 6-ից 18 տարեկաններին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել, լիցքավորել հեռախոսահամարը, գումար ստանալ ծնողներից։ Այդ տրամաբանության ներքո մենք փորձում ենք ընտանիքի բոլոր անդամների, աշակերտների, հետո ուսանողների, նաև աշխատող ծնողների, հետագայում նաև արդեն թոշակառու տարիքում գտնվող հաճախորդների համար համապատասխան ընդհանուր լուծումներ առաջարկել, որպեսզի ամբողջ ընտանիքի կարիքները կարողանանք լիարժեք բավարարել։ Այսինքն մենք անցում ենք կատարում առանձին հաճախորդից դեպի ընտանիքի կոնցեպտ եւ այդ տրամաբանության մեջ մենք մեր ծառայությունների շրջանակը եւ փաթեթները համալրել եւ համալրելու ենք առաջիկա ժամանակահատվածում։ Թվային հարթակներում հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել նաև մասնաճյուղերի ցանցը։ Այս տարի արդեն իսկ բացվել են բանկի առաջին մասնաճյուղերը Արարատի մարզում եւ Երևանի Նոր Քմարաժ վարչական շրջանում։ Մինչև տարեվերջ մենք կբացենք մեր առաջին պերսոնա մասնաճյուղը, որտեղ կսպասարկվեն գերազանցապես պերսոնա հաճախորդները, դա մեր առաջի նմանատիպ մասնագիտացում ունեցող մասնաճյուղն է լինելու։ Նաև պրեմիում հաճախորդների համար նախատեսում ենք մինչև տարեվերջ բացել մեր նոր պրեմիում մասնաճյուղը։ Այսինքն հաճախորդների սպասարկման որակը ել ավելի բարելավելու տրամաբանության ներքո մենք հաճախորդների սեգմենտների համար բացում ենք արդեն մասնագիտացված մասնաճյուղեր։ Նոր թվային գործիքներ, ընտանիքակենտրոն ծառայություններ եւ մասնագիտացված մասնաճյուղեր։ Յուրաքանչյուր քայլի ու ծառայության հիմքում մարդն է ու ընտանիքը։ Ամերիան շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած առաքելությանը, բարելավելու կյանքի որակը։